նման ձգվող ևս մի քանի այսպիսի տարիներ ու շուրջ 4000-ամյա պատմությամբ Գյումրին իր վերջին էջը կգրեր։ Թող այդ բառը աշխարհի երեսից վերանա աղետը, մեկ է տնակ բառը։ Ամենաադելի բանն է, ով որ ապրել է տնակում, նա գիտի ինչ բան է տնակը։ Հույս ունեմ, որ մեր քաղաքապետը ոչ մեկին էլ չի թողնի առանց տան։ Կարող է ուշ լինի, բայց ինչպես ասում են, թող ուշ լինի, փող ուշ լինի։ Էլի մենք հույս ունենք, ընտրության ժամանակի էլի ես միշտ որ տվել եմ Չայնիսյան, էլի գտա։ Ճիշտ է։ Մեր քաղաքապետի սադը շատ ճիշտ է։ Որ այդքան ժողովուրդ անպոտ է անել։ Ինքը շատ լավ պայքարեց, որ այս շինարարությունը ընտրեց ինքը։ Մենք Իրանից շատ շնորհակալություն կհայտնենք, ինքը շատ լավ ձեռնարկել է, եթե մինչև վերջ այդ վիճակով է շտա, մենք շատ գոհ ենք։ Պայքարն եկան եղել, որ մենք կտեսնենք, որ ինքը արդեն շինարարությունը կսկսի։ Այդ պայքարը մենք կտեսնենք։ Վարդան Գայսանյան մեծ անձնավորությունների լավ մարդ յուրաքանչյուր քաղաքի համար նույն քաղաքի բնակիչը պետք է լինի պետք, որ քաղաքի բնակչության հոգսերը գիտենա, այդ հոգսերը ինքը կարողանա վերլուծել։ Նախ մարդ արժանի շատ հասարակ մարդկանց համար ու ցավացող քաղաքի։ Քաղաքին ցավալ ինքը ցաված ժողովուրդը համար քաղաքը ժողովուրդը մենք բոլորս ենք։ Իհարկե դա ակնառու է, բավականին պայքար տարավ քաղաքապետը, պարոն Վարդան Ղուկասյանը բավականին պայքար տարավ, պնդելով այդ 4000-ից ավել անօթևանների կարգավիճակը, տնագների մեջ վիճակը եւ Փառք Աստծո այսօր մուշ թաղամասում ավելի ճիշտ էր ասել ի շնորհիվ մեր քաղաքապետի բավականին մեծ շինարարություն է տարվում, ամբողջ Գյումրին շնորհակալ է դրա համար ու շնորհակալություն պետք է հայտնենք իրեն, որտեղ բավականին մեծ քայլեր դժվարություններով իհարկե արեց այսօր մեր քաղաքի բնակչության համար։ Վարդան Ղուկասյանի այս սկզբունքայնությունը շատերին խանգարեց։ Սա էլ բավական էր, որպեսզի դավադրություն իրականացվեր նրա նկատմամբ։ Մենք հարկադրված ենք հիշեցնելու և վերստին ցուցադրելու մեր պահոցի այս կադրերը։ 2007 թվականի ապրիլի 2-ին ազգային ժողովի ընտրություններից ուղիղ 40 օր առաջ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձ իրականացվեց, որին զոհ գնացին Վարդան Ղուկասյանի 4 ընկերները, ծանր վիրավորվեցին Գյումրու քաղաքապետն ու փոխքաղաքապետը։ Ես մի բան գիտեմ, որ այ հիմա ես որ կանգնած եմ, դա հրաշք է, այսինքն 150 հատ փամպուշտ ԱԿՄ ու ԱԿՍ կրակեն իմ կողմի վրա, 8 հատ 9 հատ փամպուշտ մտնի իմ ջանի մեջ, 150 հատ էլ ասկոլկա ես կենտանի եմ, իրենք գիտենան, որ եթե Աստված մեկին պահում է, ուրեմն անպայման պահում է։ Աստվածաշունչը կոնկրետ ասում է Սուրբ Բարձրացնողը սրով է ընկնում, ես իրոք հավատում եմ այդ խոսքերին, եւ ասում է դուք մի տադեք, եթե դուք տադեցիք այս աշխարհի վրա, ուրեմն դուք վերջացրեցիք այդ դադաստանը, դադաստանն Աստծունն է, ես զարմանում եմ, թե դրանք չեն մտածում, որ վերևն Աստված կա, գոնե տղամարդավարի դեմ դիմաց կանգնեին, ասեն, դե արեք խոսենք, չգիտենք էլ որ պատիծագից հարձակվեցին նենք թուրքի, թուրքական այրամբ հայերը, այսա է դավաճանությունը, տղաները իմ փոքրուց ես հետները մեծացել եմ, նրանք թիգնապա չէին, նրանք իմ աղբերներս էին, Կատարվածը ցնցեց ողջ Հայաստանը, թվում էր, թե գյումրեցին նորից թևաթափ կլինի, մտածելով, որ սա քաղաքը վերջնականապես կործանելու ծրագրի բաղկացուցիչ մասն էր, սակայն ոճրագործները սխալվեցին իրենց հաշվարկներում, այն ինչը չի սպանում մարդուն, կարող է հզորացնել նրան, Վարդան Ղուկասյանը վերադարձավ, նոր եռանդ ու վճռականություն ցուցաբերեց։ Որ երկինս է, Սուրբ եղեցի անուն քո, եկես ծառկայություն քո եղեցին կամք քո, որպես երկինս և երկրին, զահաց մեր հանապազոր, տուր մեզ այսօր և թող մեզ, սպարտիս մեր, որպես և մեկ թողունք մերուն սպարտաբանած,
Եվ մի տանես մեզի փորձություն, այլ փրկյաց մեզ ինչ արել, սիքոյ արկայություն, և զորություն և պարկ, հայշմ և միշտ, հավիտենս, հավիտենից, ամեն։ Բնակարանային շինարարությունն այնուամենայնիվ մեկնարկեց ու մեծ թափ հավաքեց, ձևավորվեց նոր արբանյակային թաղամաս։ Շնորհակալ լինենք ճակատագրից, որ այս անգամ գոնե բարեհաճ եղավ գյումրեցիներիս նկատմամբ ու բնակարան ունենալու երազանքի վերածված ցանկությունն իրականություն դարձավ։ Իսկ այդ պաշտոնյաներն ասպարեզից անցան արվակի հոսող ջրի նման ու հուսանք, որ վերստին չեն պատուհասի իրենց անդեմ գործունեությամբ։ Ուրախանանք երկար սպասումներից հետո բնակարան ստացած գյումրեցիների զգացմունքներով, որոնց ականատեսն էին բնակարանների պաշտման յուրաքանչյուր տոնակատարության ժամանակ։ Հենց տոնակատարության, քանի որ դա իրականացվում էր ծայր աշճան թափանցիկ, իտես բոլորի վիճականության տարբերակով։ Հենց Վարդան Ղուկասյանի օրոք էր, որ կոտրվեց բնակբաշխման գործընթացի անարդարացիությունը։ Շահառուները զարմացած էին, որ իրենց ուղղակի կանչում են քաղաքապետարան տեղեկացնելու բնակարան ստանալու ուրախալի լուրը։ Նրանցից շատերը զարմացած էին, որ իրենցից չարդարացված անիմաստ թղթիկներ ու համապատասխան անհիմն երբեմն ոչ միտեղ չգրանցվող վճարումներ չեն պահանջվում, այլ ասում, որ ներկայանան թատրոնի դալիճ իրենցից ձեռքով սեփական բնակարանի համարը քաշելու։ Համարները լավ համարեն ենք, հուսում եմ բնակարանները լավ։ Շենք 7, բնակարան 17։ Իրոք մենք հավատներս կորցրել էինք, հույս չունեինք, որ ապրելու ենք նման բարեկեցիկ պայմաններում։ Շնորհակալություն ենք հայտնում մենք մեր ղեկավարներից, որ այսպիսի բնակարանները տվեցին մեր ժողովուրդը շատ մեղք են, տանջված են, թող ապրեն, բարով նստեն։ Ես ինքս այսօր չեմ ստանում բնակարան, բայց մեծ սիրով եւ ուրախությամբ եմ եկել կիսելու իմ բոլոր համակարգացիների ուրախությունը։ Երկար տարիների սպասումից հետո այսօր շահագործման է հանձնվում մուշ 2 թաղամասը։ Շնորհակալ ենք քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, շնորհակալ ենք մեր երկրի նախագահին, իրենց վերահսկողությամբ այս բնակարանամուտի այսօրվա առիթը ունենալու համար։ Ուղղակի հուզված եմ, նույնիսկ չեմ կարող խոսել։ Շատ շնորհակալություն մեր ղեկավարներին, հանձինս նախագահին, մեր շատ սիրելի Վարդան Ղուկասյանին, որովհետև բոլորի լյումանել, բոլորի մասնակցություն եկա։ Մենք շատ ուրախ ենք, բոլորս ենք ուրախ։ Դա Աստված Գյումրին էլ ավելի բարգավաճի, որովհետև Գյումրեցու ոչ մեկի աչքերին թախիծ չլինի։ Կսպասեինք, այո, մենք շնորհակալ ենք մեր քաղաքապետից, նա պայքարեց մեզ համար, վերջապես մենք տնագներից դուրս կգանք, եթե լեզու ունենար տնագը, անպայման փողոք կհայտարարեր, որովհետև փլուզվել են բոլորը, հուզված ենք, շնորհակալ ենք բոլորից։ Միայն 2010 թվականին 1056 բնակարան հանձնվեց շահագործման, 2012-ին կհանձնվի ևս 1900 բնակարան։ Այս թվերի հանրագումարը ցույց է տալիս անօթևանների իրական այն թիվը, որի մասին միանձնյա բարձրաձայնում էր Վարդան Ղուկասյանը։ Քաղաքապետը շատ ուժեղ ջեղունի կազմակերպելու նախ ու լավ կազմակերպեց, ինքը պահանջկոտ է, ինձ այդպես կթվա, ես իր այդպես մոտիկ չեմ, որպես մեր քաղաքապետ գիտեմ ես, իր այս գործերից կզգացվի էլի, դրավ պահանջեց երավ